Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք հանրային գործիչ Արփիկ Թոփչյանի հետ։ Ողջունում եմ Արփի ջան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել ես հրավերը եւ ժամանակ ես գտել, որպեսզի գաս եւ մենք զրուցենք։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ կարեւորում եմ զրույցը ձեզ հետ։ Շնորհակալ եմ։ Մենք խոսելու ենք հեղինակազրկման մասին, այդտեղից ենք սկսում։ Ադրբեջանը ջանք ու փող չի խնայում կարծես թե որպեսի աշխարհի աչքերի առջև հեղինակազրկի Հայաստան պետությունը եւ հայերիս։ Մենք դա հրաշալի գիտենք եւ ինչ ենք մենք տեսնում, որ Հայաստանի իշխանությունները եւս ոչ թե ջանք են գործում որպեսի Ադրբեջանին հեղինակազրկեն, բնավ ես չեմ ասում թող հեղինակազրկեն, բայց ինչու են ջանք գործում, որպեսզի օգնեն Ադրբեջանին այդ հարցում եւ այն ինչ մենք տեսնում ենք ազգային ժողով անցած եւ падգամավորի մանդատ ստացած Հայաստանի քաղաքացիների խոսքից, գործողություններից մենք ոչ այլ ինչ ենք հասկանում, քան եւս մենք զգում ենք հեղինակազրկում, մենք զգում ենք, որ կարծես թե ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը որպես պետություն չի կարող կայանալ, չի կայացել եւ չի կարող կայանալ։ Չունենք պետական մտածողություն, լավ, ինչ ենք հասկանում այն ամեն ինչ մենք տեսնում ենք։ Համեցեք։ Ազգային ժողովում մարդիկ են, նախ ինչու ենք մենք ականատես լինում դրան, որովհետեւ ազգային ժողովում մարդիկ են, ովքեր նրանց գերակշռող մեծամասնությունը այս կյանքում որևէ ոլորտում չի կայացել, չի դրսևորվել, որևէ հաջողության չի հասել եւ այս մայն քաղաքական թիմին այսպես կոչված կուրորեն նվիրված լինելու արդյունքում ստացել է падգամավորի մանդատ, դրանից օգտվում է այդ մանդատի բերած բարիքներից, բարձր աշխատավարձի, պարգևավճարների, ազատ տեղաշարժի եւ ինչու՞ չէ, այսինքն այն բոլոր հնարավորություններից, որոնց մասին այդ մարդիկ մի քանի տարի առաջ կարող էին ընդհանրապես երազել, որովհետև իրենց անձնական եւ մասնագիտական որակներով չէին կարող ապահովել իրենց համար նման դիրք, սոցիալական դիրք հանրության մեջ։ Հետևաբար մենք ականատես ենք լինում նրան, ինչ որ տեսնում ենք։ Այդ մարդկանցից ոչ մեկը падգամավոր չի դարձել երկրին, պետությանը ծառայելու նպատակով։ Ավելին 20 թվականից հետո երբ Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած քաղաքական թիմը այս կամ այն տեխնոլոգիաների կիրառմամբ մնաց իշխանության, որքան էլ որ շատերը դրա անունը դնեն ընտրություն, վատի եւ վատագույնի միջև ընտրություն լինել չի կարող, բայց նրանք անցան մի սահման, որը մենք հասկանում ենք որպես արժեհամակարգային մարդկային արժանապատվության սեփական կարմիր գծերի սահման։ Նրանք անցան այդ սահմանը, նրանք կանգնեցին այսպես այդ թիմի, հայտնվեցին այդ թիմի շարքերում եւ իրենց տիրոջը հավատարմության դիմաց ստացան երկրի բարիքներից օգտվելու եւ իրենց մանկական ու պատանեկան տրավմաները այս կամ այն ձևով, այսպես ասեմ, փոխհատուցելու carte blanche։ Այսինքն անձնական խնդիրներ են այնտեղ հիմքում ընկած, ոչ թե պետությանը ծառայելու եւ Հայաստանում միշտ իշխանության գտնվողները մեծամասնությունը մանավանդ վերին էշելոնում գտնվողները, միջին օղակները հանգիստ թողնենք, որտեղ կարող էին հատուկետ պրոֆեսիոնալներ գտնվել, նրանք միշտ լուծել են անձնական բարեկեցության հարցը։ Հայաստանում սկսած 91 թվականից տեղի ունեցել քաղաքական, պետական պաշտոններում այսպես կոչված նշանակվող մարդկանց բացասական սելեկցիա։ Այսինքն մարդիկ, ովքեր պատրաստ են եղել մնալ տվյալ պահին իշխող թիմի կազմում, եւ դրա դիմաց պատրաստ են եղել ինչու՞ չէ հրաժարվել իրենց սկզբունքներից, լավ գնով վաճառել իրենց սկզբունքները, փոխել իրենց կաշին, այսինքն այն ամենը, ինչը որ վերաբերում է ոչ թե անձնական, այլ կոնկրետ նեղ խմբակի շահերը սպասարկելուն։ Այդ մարդիկ միշտ եղել են երկրի պետության բարիքներից օգտվելու արտոնյալների շարքում։ Եվ այդ տեսակետից որևէ բան չի փոխվել։ Մենք ականատես ենք եղել, որ Հայաստանում մի համակարգ էր ստեղծվել, երբ սոցիալական վերելակ կոչված, այսինքն երբ օժտված տաղանդավոր գիտելիք ունեցող մարդը, ով այդ ԽԾԲ, այսպես ասեմ, խաղի կանոնների մեջ չի տեղավորվում, ըստ էության մեծամասնության դեպքում հնարավորություն չի ունեցել իր ազնիվ աշխատանքով, առանց քաղաքական այս կամ այն թիմին հարելու եւ իր այս կամ այն սկզբունքները խախտելու, հնարավորություն չի ունեցել հաջողության հասնել։ Ուղղակի 2020 թվականից հետո այս ամենին ինտենսիվ գումարվել է
Նաև պատերազմում տանուլ տված իշխանության կողքին, այսպես ասեմ, կանգնելու եւ այդ խարանը սեփական ճակատին վերցնելու հանգամանքը եւ արդյունքում գինը եւս թանկացել է։ Եթե 10 տարի առաջ քաղաքական պաշտոնի, այսինքն գինը մի քիչ այլ էր, հիմա շատ ավելի է թանկացել, բայց դրա դիմաց տրված քարտ բլանշի հնարավորություններն են լայնացել։ Գին ասելով ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ գինը ամենաթողությունը։ Այսինքն, եթե դուք հայտնվում եք այս կամ այն թիմում, հիմնականում դա վերաբերում է իշխող թիմին, ձեզ կարելի է ամեն ինչ։ Եվ մենք ականատես ենք լինում ամեն օր, փոքր կամ մեծ մասշտաբով մենք ականատես ենք լինում իշխող քաղաքական թիմի կողմից, նրա, այսպես ասեմ, կուսակիցների, համախոհների եւ մնացածի կողմից ամենաթողության դեպքերի։ Բայց սա իր խորքային, ես այստեղ խնդիրը միայն անձնական այդ արժեհամակարգի տոտալ բացակայությունը չեմ տեսնում։ Ես կարծում եմ մի խորքային հարց էլ կա, եւ ըստ էության, որովհետեւ մենք այս բոլոր մեղադրանքները կարող ենք ուղղել ոչ միայն իշխող քաղաքական թիմին, այլև այսօր այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությանը, որոնք եւս գիտակցաբար քննարկումների, ազգային ժողով բերված հարցերի մակարդակը իջեցնում են շրիշակից ցածր եւ դուրս չեն գալիս այդ էժանագին իր միմյանց պիտակավորելու խոսույթի մակարդակից, այսինքն իրենց հարմարավետ են զգում այդ մակարդակում, որովհետև իրենք էլ ըստ էության երկիրը փրկելու կամ երկրին տեր կանգնելու կամ քաղաքական գործունեություն, քաղաքական առումով խնդիր լուծելու նպատակ չունեն։ Իրենց բոլորի մոտ հոգեբանորեն այսպիսի մի իրավիճակ է, 91 թվականից ի կողմ, եթե մի քիչ անալոգիա տանեմ Արցախի հետ կապված, մենք մեր իշխանական վերնախավը դեռևս այն ժամանակից համարում էր, որ Արցախը չի կարող պահել Արցախը բեռը եւ հնարավորինս քիչ կորուստներով չակերտավոր պետք է այդ բեռից ազատվել։ Եվ նույնիսկ նվիրյալ մարդկանց այդ անձնազոհությունը 92-94 թվականին տարած այդ փառահեղ հաղթանակը եւս չստիպեց այդ մարդկանց իրենց մտածողությունը փոխել։ Ու 94 թվականից հետո թե Արցախում տարված քաղաքականությունը ու վերաբերմունքը եւ հետագա հանրության մեջ ներդրված նարատիվները եւս ցույց տվեցին, որ Հայաստանի, երբ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաեւ Արցախի ռազմաքաղաքավարության, հատկապես քաղաքական, նրանք ըստ էության չեն համարում, որ Արցախը չեն ցանկանում, չեն համարում, չեն կարողանում, այսինքն յուրաքանչյուրը կարող է իր տեսանկյունը փոխել, իր տարբերակը տեսնել, նրանք համարում էին, որ վաղ թե ուշ միևնույն է Արցախը հետ են տալու, հետևաբար պետք է ինչու ասենք զբաղվել դեմոգրաֆիական խնդրի լուծմամբ, ինչու մեծ գումարներ ծախսել եւ այնտեղ մարդկանց վերաբնակեցնել, ինչու, այսինքն իրականում դա ընդհանրապես ռեսուրս է, որը պետք է շահագործել եւ հնարավորինս շատ այսպես ասեմ հարստանալ։ Այդ հոգեբանությունը 20 թվականից հետո տեղափոխվել է Հայաստան, որովհետև այն ազատ անկման վիճակը, որում մենք գտնվում ենք, թշնամու կողմից մեզ պարտադրված այսպես կոչված վերջնահաշվարկը կամ վերջնագրերը, այո, ամենը վկայում են, որ ըստ էության Հայաստանը բռնել է ինքնաոչնչացման ինտենսիվ ուղին, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող անձինք եւ ճակերտավոր ուժերը, դա վերաբերում է թե իշխող քաղաքական թիմին, թե որոշակի չափով ռեսուրս ունեցող, այսպես կոչված ընդդիմադիրներին, նրանք համարում են կամ նրանց դա առանձնապես չի հետաքրքրում, միևնույնն է, այս երկիրը իրենց պատկերացմամբ այլևս հնարավոր չի պահել եւ հետեւաբար պետք է օգտվելով իրավիճակից հնարավորինս շատ կտորներ թռցնել։ Մենք գտնվում ենք այսպիսի մի իրավիճակում, այս ազատանկման իրավիճակում, հետեւաբար գնալով դիսկուրսի մակարդակը նվազելու, այսպես կոչված մակարդակը շատ ավելին է վատանալու, չնայած ամեն անգամ թվում է, թե հատակին ենք հասել, բայց միևնույնն է պարզվում է, որ ոչ։ Այսինքն այս մարդիկ համարում են, որ Հայաստան պետությունը ապագա չունի եւ իրենց համար լավագույն տարբերակը նաեւ Հայաստան պետության վերացումն է, որովհետեւ իրենց պատկերացմամբ այդ դեպքում չի գտնվի որևէ մեկը, որ իրենց պատասխանատվության կանչի եւ ինչու՞ չէ նաեւ պատժի։ Դա վերաբերում է թե իշխող քաղաքական ուժին, դա վերաբերում է թե նախորդ տարիներին իշխանություն եղած մարդկանց խմբակներին։ Որովհետև պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանում իրոք ազգային պետական իշխանություն է ձևավորվում, կարծում եմ պարզ է թե 91 թվականից այս կողմ ինչքան գործ է լինելու անելու իրավաքաղաքական պատասխանատվության կանչելու, պատժելու
այդ ազգային պետություն ստեղծելու գործը տապալելու առումով։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր երևում են էկրաններին, այն մարդիկ, ովքեր այսպես կոչված խոսույթ են ստեղծում, բացի նրանից, որ նրանց մի զգալի հատվածը վերահսկվում է օտարուժային կենտրոնների կողմից, նրանց մի մասը ազդեցության գործակալներին, մի մասը հստակ ուղղորդված քաղաքականություն են իրականացնում, նրանք նաև այն մտածողությունն ունեն, որ այս ազգի վիճակի չէ պետություն ունենալ եւ պետք է հնարավորինս շատ օգտվել եղած հնարավորություններից։ Փաստացի, եթե իշխող քաղաքական ուժը ժամանակ առ ժամանակ մեղադրում է ազգային ժողովում ներկայացված այլ քաղաքական ուժերին այն հարցում, որ այլ երկրների շահերն են ներկայացնում, ինչ որ գործակալներ են եւ այլն, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ընդհանրապես եւ իշխող կուսակցությունը եւ ազգային ժողովում ներկայացված այլ կուսակցություններ, նրանք բոլորը միասին մեկ խնդիր են այսօր, ոչ թե լուծում, այլ այսպես ինքնաբերաբար ստացվում է, որ չեն ներկայացնում պետության շահերը, գուցե իշխող կուսակցությունը մեղադրում է, բայց ինքը արդյոք ներկայացնում է պետության շահերը, ներկայացնում է հասարակության շահերը, ում շահերն են ներկայացնում, բոլորը, ովքեր այսօր ներկայացված են ազգային ժողովում, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը։ Նրանք ներկայացնում են եւ սպասարկում են իրենց նեղ անձնական խմբակի շահերը։ Նրանք թքած ունեն հասարակության վրա, նրանք թքած ունեն պետության։ Այո, եւ իշխանությունը եւ Իհարկե, ընդդիմությունը մի մոռացեք, որ այսօր ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը դրանք մարդիկ են, ովքեր եղել են ժամանակին իշխանություն եւ զգալի, այսպես ասեմ, ռեսուրս են կուտակել եւ հետեւաբար այդ ռեսուրսը պահպանելու, դրանից չզրկվելու խնդիր են լուծում։ Նրանք սիամական երկվորյակների նման միմյանց հետ կապված են եւ իրապես այլընտրանքային, իրապես ազգային քաղաքական ընդդիմության ձևավորումը մահացու է թե իշխանության, թե այս ընդդիմության համար։ Ինչ անի այս իրավիճակում հասարակությունը։ Իրականում շատ բարդ հարց եք տալիս, որովհետև հասարակությունը տոտալ ատոմիզացված վիճակում է, տոտալ անվստահության վիճակում է եւ ինքը որպես մի ամբողջական հավաքական մարմին գոյություն չունի։ Ու դա հետևողական ամենափոքր իսկ այսպես ասեմ, բանով հարցերի շուրջ բախումներ հրահրելով, կեղծորակարգեր առաջ տանելով, այս մարդիկ, այս ուժերը չակերտավոր իշխանություն ընդդիմություն, նրանք աշխատում են։ Դասական ճանապարհները այստեղ աշխատող չեն, ասում եմ, այսպես կոչված մեծ տխրությամբ արձանագրելով, որովհետև վերջի 2-3 տարվա ընթացքում այդ process-ների մեջ բավականին ընդգրկված եմ եղել եւ իրականում մենք այսպիսի մի պատային իրավիճակում ենք, պատային չասեմ, շատ լուրջ իրավիճակում ենք, որովհետեւ այստեղ պետք են հանրային քաղաքական դաշտում պետք են պասիոնարներ, որոնց իրենց մտածողությամբ, իրենց նվիրվածությամբ, իրենց այսպես ասեմ, կամքով եւ այլն պիտի հիշեցնեն 19-րդ դարի այն մարդկանց, որոնք ազգային պետություն են ստեղծում ուրիշտեղ, բայց 21-րդ դարում 19-րդ դարի գործիքները, որոնցով այդ մարդիկ ստեղծում էին պետությունները, այսպես ասեմ, քաղաքական վերնախավ էին ձևավորում, իշխանություն էին վերցնում, պատասխանատվություն էին վերցնում, մարդկանց հոգեբանությունը եւ գործիքները 21-րդ դարի համար չափազանց հնացել են։ Եվ քանի որ հայությունը ժամանակին 19-րդ դարում, երբ որ ամբողջ աշխարհը գնում էր բնական ազգային պետության ստեղծման ճանապարհով եւ այդ գործը չի կատարել, այդ մեխանիզմները, որովհետեւ եթե մենք նայենք այսօր աշխարհում է համատարած արժե համակարգային դեգրադացիա այլո եւ ամբողջ աշխարհում կան անվտանգության մարտահրավերներ, բայց այն ազգերը, ովքեր ժամանակին ստեղծել են պետություն եւ ստեղծել են ինստիտուտներ եւ փորձել են մի փոքր սահմանափակել մարդկան, այսպես ասեմ, անհատի դերը, նրանք մի քիչ ավելի պաշտպանված իրավիճակում են։ Կան ինստիտուտներ, որոնք շարունակում են աշխատել եւ որոնք ապահովում են այդ ազգերի գոյությունը։ Մենք ժամանակին այդ խնդիրը չենք լուծել։ Այսօր մենք չունենք որևէ ինստիտուտ, բայց մեր հասարակությունը ի տարբերություն, ել եմ ասում, նույն 19-րդ դարի եւ 20-րդ դարաշրջանի հանրության
ինքը 21-րդ դարի պոստմոդեռնիստական հասարակությունն է, որին հետ խոսել գաղափարական դաշտում մեծամասնության մասին է խոսքս, իրենց հետ խոսել գաղափարների մասին, երբ որ ամենտեղ էկրաններից այդ պարտադրվում այդ սպառողական հոգեբանությունը, այդ ամեն կերպ նյութական առումով լավ ապրելու այդ քարոզը, եւ մարդիկ պիտի դման հոգեբանության մարդիկ լուծեն այն խնդիրները, որը ի վիճակի են լուծել 19-րդ դարի երկրորդ կես եւ 20-րդ դարաշրջանի, ասենք մարդիկ, իրականում մենք այսպիսի շատ լուրջ բախման մեջ ենք եւ ես անկեղծ ասեմ այս հարցի շուրջ շատ եմ մտածում, որովհետեւ դասական ճանապարհները քաղաքական ինքնակազմակերպում, որով մենք պատկերացնում ենք, որ պիտի գնանք, ցավոք սրտի չեն գործում եւ չեն գործում մի քանի տարբեր պատճառներով։ Հիմնականը դա քաղաքականության շուրջ ունեցած մեր չափից դուրս պարզունակ կենցաղային պատկերացումներն են։ Մենք քաղաքականությունը շատերը մի մասը դա նույնացնում են բիզնեսի հետ, մարդիկ ովքեր գալիս են բիզնես ոլորտից, մարդիկ ովքեր գալիս են տեխնոլոգիական ոլորտից, բարձր տեխնոլոգիաների, իրենք նույնացնում են ստարտափերի հետ, դա դեռևս այսպես ասեմ, կրթված զանգվածի մասին է խոսքը, մարդիկ ովքեր չունեն այդ բավականաչափ ինտելեկտուալ մակարդակը, նրանք նույնացնում են բակի հետ, այսինքն մի այսպիսի խառնաշփոթի մեջ ենք մենք գտնվում, եւ քանի որ յուրաքանչյուր օր էկրաններից ավելի է խորացվում այդ ատոմացումը, այդ դասական մեթոդները, դասական ճանապարհը, որով անցել են մնացած ազգերը, էվոլյուցիոն ճանապարհով, մեր դեպքում դրանք չեն աշխատում։ Հետևաբար հիմա իրոք անկեղծ եմ ասում, այդ փնտրտուքի մեջ ենք եւ ուզում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է 21-րդ դարի պոստմոդեռնիստական մտածողություն եւ հոգեբանություն ունեցող մարդուն համոզել կամ ներգրավել մի գործընթացի մեջ, որը պիտի հանգեցնի ազգային պետության ստեղծմանը, որովհետև լուծումը չի փոխվել։ Եթե մենք ուզում ենք մանավանդ մեր տարածաշրջանում իրոք ապրել անվտանգ, այսինքն ստեղծել սեփական երկիրը, որպեսզի մեր ինքնությանը որևէ մեկը չսպառնա, որպեսզի մենք ամեն օր վախով գլուխներս չդնենք բարձին, մեր, այսպես ասեմ, ստեղծածը տարիներով քամուն չտանք եւ ի վերջո գաղթական չդառնանք եւ տարբեր այլ բարել կամ ֆիզիկապես չոչնչանանք, մենք պիտի ստեղծենք այդ ազգային պետությունը, որի ազգային ժողովում չեն լինի պատեհապաշտեր, չեն լինի քամելոններ, ընդհանրապես անսկզբունք մարդիկ, բայց գործիքները, որոնք դեռևս մեզ հայտնի են, դրանք հնացած գործիքներ են եւ մեր դեպքում չեն աշխատում։ Եվ անկեղծ հիմա, անկեղծ եմ ասում, այդ փնտրտուքի մեջ ենք ու պիտի նշեմ, որ մի կարևոր հարց էլ կա լուծելու, ուղղակի այսպիսի իրավիճակ մենք երբ որ պատահական չէի նշում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարաշրջանի հասարակության մասին, խոսքը չի գնում միայն հայ հասարակության մասին։ Մենք այսօր նաև մի իրավիճակում ենք, երբ հանրության կյանքում փոխվել է նաև սեռերի, այսպես կոչված, բաշխվածությունը, կին, տղամարդ, այսինքն ակտիվությունը, տարբեր, այսպես ասեմ, այս կոնգլոմերատի մեջ մենք պատրիարխալ հասարակություն ենք համարվում եւ ինչու՞ չէ նաեւ կա, բայց իրականության մեջ տեսնում ենք, որ մանավանդ վերջին տարիներում կանանց շատ ավելի ակտիվ են, շատ ավելի նախաձեռնող են, իրենց վրա շատ ավելի են աշխատում եւ այսինքն այսպիսի մի խառնամբոխային իրավիճակում ենք ու անկեղծ եմ ասում հիմա այդ փնտրտուքների, այդ լուծումների մեջ ենք, որովհետև ցավոք սրտի վերջի 3 տարվա իմ տարբեր փորձերից ցույց տվեցին, որ դասական ճանապարհով լուծումներ չկան, բայց երևի այդ գիտակցումը անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք, որ այս ծայրահեղ ծանր վիճակում, որում հայտնվել ենք, իրոք պետք են ոչ ստանդարտ եւ լուծումներ, որովհետև ստանդարտ լուծումների համար մեր հասարակությունը չափից դուրս փոխված։ Եվ որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին եմ խոսում, այս թեմայով շատ զրույցներ ենք ունեցել տարբեր մարդկանց հետ, ինձ շատ ավելի գիտակ եւ ինչու՞ չէ նաեւ փորձառու ու նրանցից մեկը մի շատ հետաքրքիր օրինակ բերեց, ասեց մենք շատ ենք սիրում մեզ համեմատել Իսրայել պետության հետ, բայց ու ասեց ես համոզված եմ, որ եթե Իսրայելը 40-ականների վերջին չլուծեր, այսինքն այդ իր պատմության առաջի 20 տարիների ընթացքում շատ մեծ զրկանքների գնով չստեղծեր սեփական ազգային պետությունը, շատ մեծ հարցական է, թե այդ նույն մեր կողմից այսպես ասեմ, գովերքված հրեա ժողովուրդը առհասարակ եթե լիներ պոստմոդեռնիստական մտածողությամբ հանրություն կկարողանար այդ խնդիրը լուծել, թե չէ։ Այսինքն մենք ուշացել ենք դասական ճանապարհով ազգային պետություն ստեղծելու հնարավորությունից։ 91 թվականին մեզ տրվել էր եզակի հնարավորություն, ֆանտաստիկ հնարավորություն, որովհետև մենք զրոյից չէինք սկսում։ Մենք
ունեինք պատրաստի երկիր արդյունաբերական, գիտատնտեսական, հսկայական պոտենցիալով։ Մենք կարողացել էինք մեզ պարտադրված պատերազմում հաղթել եւ լուծել մեր կենսատարածքի հարցը, մինիմալ կենսատարածքի հարցը։ Մենք դարձել էինք Արցախով մենք նաև տարածաշրջանային գործոն էինք եւ համապատասխան քաղաքական մտքի արկայության դեպքում եւ քաղաքական կամքի արկայության դեպքում իրոք նվազագույն զրկանքների գնով մենք այսօր կարող էինք լինել բոլորովին այլտեղ։ Բայց մենք այդ ամենը մսխեցինք, այսօր հայտնվել ենք այդ անդունդի մեջ եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտի անունից այսպես կոչված հանդես եկող մարդիկ եւ ուժերը խաչ են քաշել այս պետության վրա, նրանք համարում են, որ հայ ազգը սեփական պետություն ունենալու ներուժ չունի, հետեւաբար պետք է հնարավորինս շատ պոկել, այսպես ասեմ, գրփել, օգտվել պետության ռեսուրսներից, ինչքան հնարավոր են լցնել գրպանները, որովհետեւ մեկ է վաղ թե ուշ այսպես ավարտվելու։ Մենք դրա անալոգիան էլ ունենք, բոլորը պատմում են, որ 20-ից 23 թվականները Արցախում թալանի չափերը սարսափելի շատ էին, այսինքն որքան մոտենում է վերջը, այնքան մարդիկ համարում են, որ պետք է ավելի շատ օգտվել եւ ով է պատասխանատվության կանչել։ Հետեւաբար իրականում գործ ունենք տարբեր հարթություններում շատ լուրջ խնդիրների հետ, դա թե արժեհամակարգային հարթությունն է, դա քաղաքական այս դերևս որևէ ռեալ ինքնակազմակերպման գերխնդիրը լուծելն է, դա քաղաքակրթական առումով այդ ով ենք մենքի հարցի պատասխանը ստանալն է, որովհետև այդ ով ենք մենքը չափից դուրս շատ է քայքայվել եւ չափից դուրս ամեն օր անընդհատ նոր հարվածներ է ստանում եւ դրան հակազդեցություն չկա։ Փաստացի որպես ազգ որևէ իմուն համակարգ չունենք։ Եթե մի քիչ բժշկական լեզվով ասեմ, բոլորը շատ լավ գիտենք, որ գոյություն ունի մարդու իմուն անբավարարության վիրուսը, միվը, որից բայց մարդ կարող ունենալ այդ վիրուսը եւ համապատասխան բուժում ստանալու դեպքում տարիներով հանգիստ ապրել։ Բայց եթե ինքը բուժում չի ստանում, դա վերածվում է ձիահի, ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի, երբ իմուն համակարգ այլևս չկա եւ ամենափոքր, ամենաթեթև ինֆեկցիան էլ կարող է մեզ սպանել։ Հիմա մենք որպես ազգ, որպես պետություն ձիահի փուլում ենք։ Եվ այստեղ ասում եմ, դասական մեթոդները չեն աշխատելու։ Կկարողանանք նոր էքսպերիմենտալ ավելի հետաքրքիր մեթոդներ ոչ միայն առաջարկել, այլև կիրառել, հնարավոր է հաջողության շանս ունենանք, հնարավոր է փրկության շանս ունենանք, չէ, միանշանակ սա վերջն է, ընդ որում անփառունակ վերջը։ Ինչ որ օղակ է պակասում հասարակության շերտերը տարբեր են։ Այն ինչ մենք տեսնում ենք, դուք ասում եք սա ենք մենք նայում ենք, ասում ենք չէ, մենք սա չենք, այն ինչ տեսանք եւ այս դպրոցների պատմությունը խայտառակ չի կարելի ընդհանրացնել, հույս ունենք, որ դա համատարած չէ, այն ինչ որ մենք տեսանք այդ խայտառակությունը, այն ինչ տեսնում ենք ազգային ժողովում, ցանկացած երկրի ազգային ժողովում լինում են սկանդալներ, բայց այն ինչ մենք տեսանք, դա սկանդալից մի քիչ ավելի շատ էր, որովհետեւ մենք տեսանք, որ քաղաքական բանավեճի մշակույթ գոյություն չունի, առավել դուք ասացիք եւ մենք միասին եկանք այդ ընդհանուր հարցի պատասխանին, թե ում շահերն են ներկայացնում ազգային ժողովում պատգամավոր մանդատ ստացած քաղաքացիները, էլի մենք չենք հասկանում, դա մենք ենք, թե մենք չենք։ Այստեղ, այո, տարբեր շերտեր են լինում են մարդիկ, որոնք փողոցային լեզվով են խոսում, լինում են մարդիկ, որոնք կիրթ լեզվով են խոսում, կրթություն են ստացել, լինում են պետական այրեր, որոնք պատասխանատվություն են կրում։ Մենք լինում է զգոն եւ պատասխանատու երևի հասարակություն, ինչ որտեղ ենք մենք կորցրել, այ դուք ասում եք, եթե իմունային համակարգը խնդիր ունի, գալիս է թեկուզ պատվաստում, թեկուզ ինչ որ օգնություն է գալիս, այդ շերտը, օգնություն եկող շերտը հասարակության մեջ կորցրել ենք մենք։ Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև հենց նշեցի այդ ով ենք մենքի պատասխանը չկա։ Մենք որպես մի ամբողջություն, որպես հանրություն, մենք կարծում եմ գոյություն չունենք։ Կան առանձին շերտեր, կան մարդիկ իմ նման, ձեր նման, ովքեր համարում են, որ իրենց համարում են հայ ազգի իր փառահեղ անցյալի քաղաքակրթության ժառանգները եւ պատասխանատվություն են կրում, թե ասենք զգում, թե այդ անցյալի առաջ, թե այս բոլոր տարիներին իրենց կյանքը, իրենց առողջությունը նվիրաբերած մեր ժողովրդի լավագույն զանգվածի համար, որպեսզի մեր հայրենիքում մենք կարողանանք ապրել եւ ինչու՞ չէ նաեւ ապագա սերունդների առաջ։
Հիմա որքանով է այդ շերտը ընդհանրակ կարելի է ենթադրել։ Ես հասկացել եմ, որ իմ շրջապատը բավականին ֆիլտրված է եւ գիտության մեջ գոյություն ունի այսպիսի հասկացություն, կոչվում է պրեզենտացիոն ոնց որ խումբ, այսինքն եթե դու ընտրես կոնկրետ շատ ֆիլտրված խումբ, քո հետազոտության արդյունքները կամ քո հարցումների արդյունքները ճիշտ իրական պատկերը ցույց չեն տա, որովհետեւ սա այլ կերպ է աշխատում։ Հետևաբար, բայց օրինակ այդ նույն տեսակետից Արար հիմնադրամը մի 2 ամիս առաջ հրատարակեց իր հարցումների արդյունքները, որ եթե համաձայն եք արդյոք կապիտուլյացիայի գնով, ճակերտավոր խաղաղությանը, եթե պատերազմն եւ այլն, եւ այնտեղ բավականին հուսադրող արդյունքներ էին այն բանին, որ մարդիկ երբ որ հարցը լսում են, այսինքն համաձայն չեն, համենայն դեպս մեծամասնությունը համաձայն չէ կապիտուլյացիայի եւ վերջնական հանձնման նվաստացման գնով ճակերտավոր խաղաղությանը։ Հələ դնենք մի կողմ, որ դա էլ խաղաղություն չի լինելու։ Բայց այսինքն իրականության մեջ այդ դիսոնանսը գոյություն ունի, որովհետև եթե ինձ վրա էկրաններից թափվող ամեն օր այդ լուրը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, հանրության մեծամասնության վրա դա ազդեցություն է ունենում։ Եվ 20 թվականին պատկերը մեր հոգևոր իմունիտետի, հոգևոր առողջության եւ 25 թվականին պատկերը ու նման ձև շարունակվելու դեպքում 26-27 որքան որ գոյություն կունենանք, այդ պատկերը գնալով շատ ավելի ողբերգական եւ շատ ավելի աղետալի է դառնալու, որովհետեւ հանրությունը իր մեծամասնության մեջ այն է, ինչ նրան դարձնում են։ Եթե դա լավ է եւ վատ, մեր դեպքում միշտ վատ է եղել, որովհետեւ դարձնողները իրենք երբևէ մեծ նպատակներ, մեծ, այսպես ասեմ, ազգային պետական շահեր չեն հետապնդել, նրանք միշտ հանրությանը դարձել են իրենց նեղ խմբակային հետաքրքրությունների եւ շահերի գործիք, բայց հետեւաբար մեր դեպքում միշտ վատ է այդ մանիպուլյացիան աշխատել, բայց մյուս դեպքում եթե նպատակ կա հանրության արժեհամակարգը փոխել, նույն ձևով, ինչպես մի քանի տարում կամ 1 տարում իրան հնարավոր է դեգրադացնել, նույն ձևով ճիշտ համապատասխան քաղաքականության ձևով, նույն տեխնոլոգիաները օգտագործելով հանրությանը կարելի է բարձրացնել։ Մեր մեծամասնության մեջ մենք այսօր որևէ գաղափարական, այսպես ասեմ, հենքից զուրկ, ինչ որ մի ամբողջ ենք, որտեղ կան մարդիկ, ովքեր համաձայն չեն այս իրավիճակի մեջ եւ փորձում են ինչ որ քայլեր անել, որքան որ այդ քայլերի արդյունավետությունը բարձր դա արդեն այլ հարց է, բայց նրանք իրենց ներսում հաշտ չեն իրավիճակի հետ, համաձայն չեն եւ փորձում են աշխատել։ Կամ մի զանգված, որ ընդհանրապես այնքան է հոգնել ես ամեն օր այս թափվող ստրես, այսպես ասեմ, հիբրիդային այս ինֆորմացիոն պատերազմից, որ իրենք նախընտրում են առհասարակ փակել ականջները, աչքերը եւ ինչքան հնարավոր է խաղաղ կամ ճակերտավոր հանգիստ կյանքի իմիտացիայով գոյությունը քաշ տալ։ Կամ մի զանգված, որը չգիտեմ այս կամ այն պատճառով իր մարդկային տեսակից ելնելով որևէ վատ բան չի տենում, ինչի չէ նաև նվաստացման գնով ճակերտավոր առևտուր անելու մեջ։ Հետևաբար մենք այսպիսի բազմաշերտ բարդ օրգանիզմ ենք։ Մեծամասնությունը կգնա այն կողմը, որ լոկոմոտիվը իրեն տանի։ Այս պահին եւ այս բոլոր տարիների ընթացքում լոկոմոտիվ եղել են ոչ այն մարդիկ, ովքեր ունեցել են ազգային պետական մտածողություն եւ մեծ ազգային պետական երազանքներ, որտեղ ազգը առանց ազգային երազանքի ոչ մի բան է։ Եվ հետեւաբար մեր մեծամասնությունը իր էությամբ փոքրով քչով բավարարվող, իրեն ինչ կտան դրանով բավարարվող, ինձ հանգիստ թողեք, ես անկյունում իմ գոյությունը քաշ տամ այդ առաջնորդի պակասն է։ Ռազմաքաղաքական բեռնախավի պակասն է, մի հոգու պակաս չի, մի հոգին չի կարող որևէ բան անել։ Առաջնորդների պակաս ասենք, վերնախավի պակաս ասենք, ընդ որում վերնախավը չի վերաբերում, այնպես չի, որ այս 30 տարիների ընթացքում նվիրված, գիտակ, ինտելեկտուալ հայերի պակաս եղել է Հայաստանում, չի եղել, ուղղակի այդ մարդիկ չեն ունեցել համապատասխան ռեսուրսներ, որովհետև վերնախավը միայն գիտելիքով չի վերնախավ, վերնախավը նաև դու պիտի ունենաս համապատասխան մարդկային ռեսուրսներ, համապատասխան նյութական ռեսուրսներ, համապատասխան, այսինքն պիտի կարողանաս քո ասելիքը տեղ հասցնել, դու պիտի կարողանաս կապիտալիզացնել, դա միայն գիտելիքով չի լինում։ Հետևաբար խնդիրը կա, որքան էլ որ մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես պատահաբար չասեցի, որ անընդհատ մտածում ենք եւ փորձում ենք հասկանալ, թե որոնք են այն ոչ դասական նոր գործիքները, որոնք մեր իրականության մեջ հնարավորություն կտան իմ նման մտածող մարդկանց ձայնը, որը լսելի չի, զուտ այն պատճառով, որ մենք ընդհանրապես ունենք գաղափարներ, դրանք հասկանում ենք դրանց կարևորությունը եւ բայց մնում է միայն ընդհանրապես մենք Կասանդրայի այդ սինդրոմով ենք տառապում, այսինքն կանխատեսում ես, կանխագուշակում ես, բայց դեմ առնել չես կարող, որովհետև քաղաքականության մեջ մի հոգին մանավանդ առանց ռեսուրսների շատ բան չի կարող անել։
Հետևաբար պետք է հասկանալ, թե որն է այդ ձեր նշած այդ սոսինձը, որն է այդ գործիքը, որն է այդ, որ մենք այսօրվա մարդուն կկարողանանք տեղ հասցնել։ Հակառակ դեպքում ցանկացած այլ քննարկում, այս սկսեցինք ազգային ժողովից, ես երբեք չեմ նայում, որովհետև վաղուց ինձ համար նոյեմբերի 9-ի գիշերը մարդիկ, ովքեր նոյեմբերի 9-ից հետո մնացին այդ թիմում եւ մարդիկ, ովքեր իմիտացիա էին անում, թե իբր այդ թիմին փորձում են իշխանությունից հեռացնել, բայց իրականության մեջ իրենք ընդհանրապես հրապարակի վրա մի հարց են լուծում, թույլ չտալ իրապես անկախ քաղաքական այլընտրանքի հայտ գալը եւ հաճախ նաեւ այսպիսի հեգնական բան ով է խանգարում այդ երրորդ ուժի ձևավորմանը, մի բարձ բան, ռեսուրսների բացակայությունը, որովհետեւ երկու թևն էլ մեկ այսօր իշխանական լծակների նետեր, մյուսը տարիների ընթացքում կուտակել է բավականաչափ լծակներ եւ ունի լուրջ ռեսուրսային բազա եւ հետեւաբար երբ որ հրապարակը զավթված է եւ դրան համարժեք հակակշիռ չկա, մնացածը մնում են լուսանցքում եւ մնացածը չեն կարողանում լուծել այդ հակակշռի հարցը։ Ուղղակի ուզում եմ ասել, որ իրականության մեջ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե իրադարձություններն ինչպես կզարգանան, պետք է ասել ճշմարտությունը ինչպես որ կա եւ ասել, որ հեշտ չի լինելու, ընդհանրապես հեշտ չի լինելու, խոսքը չի գնում միայն վերնախավին, որովհետեւ երկրի վիճակը այնպիսին է դարձել եւ մենք իրոք այնպիսի մի խորը անդունդի մեջ ենք, որ մաքսիմալ գերլարման միջոցով պիտի փորձենք ընթացքը բեկել, այսինքն երբ որ որևէ բան ես ասում մարդիկ միանգամից շատ հաճախ լինում է տարբեր բանավեճերի եւ բանի ժամանակ, ես ուզում եմ 5 րոպեում միանգամից բան առաջարկես 100% ապահովագրված ելքով ճանապարհային քարտեզ, երբ որ պրիմիտիվացնում են, այսինքն քաղաքական քննարկումը երկրի ստեղծված իրավիճակի, այսպես ասեմ, դուրս գալու հնարավորությունները պրիմիտիվացնում են այդ աշճանի մակարդակի եւ ժողովրդին թվում է, թե իրոք այդպես է, այ պիտի 5 րոպեում 100% ապահովագրված արդյունքով քաղաքական ծրագիր առաջարկես, որպեսզի իրենք մտածեն, իրենք պատրաստեն, ասենք վաղը միսօր քեզ զայն տալ կամ քո հետևից գալ եւ այլն, երբ որ մենք պրիմիտիվացնում ենք քաղաքական քննարկումը այդ մակարդակի, երբ որ մենք չենք ուզում ընդունել, որ մեր պետությունը ծայրահեղ ծանր վիճակում է եւ միակ բանը դա այն է, որ այսպես դասական ձևով շարունակելու դեպքում միանշանակ սա բերելու Հայաստանի լուծարման, հայկական պետության ունենալու վերջին շանսի լուծարման եւ միակ տարբերակը սա ընդունել բարձ ճշմարտությունը, որ շատ հնարավոր է 2-3 տարի հետո դուք այս երկրում այլևս չլինեք, որովհետեւ երբ որ հասկանաք, որ դուրս եք գալիս ասենք, չգիտեմ, եւ ձեր հարևանը ադրբեջանցի է, որը իր երեխային տարիներ շարունակ դաստիարակել է, որ պիտի հային ծեծի, հային ստորացնի, հային սպանի, այսպես ասեմ, մտածողությամբ, որը մեկը չի կարող ասել, որ այդպես չէ։ Եվ երբ որ դուք արդեն սկսելու եք վախենալ ոչ միայն ձեր, այլև ձեր երեխաների ֆիզիկական անվտանգության համար, դուք ուղղակի հավաքելու եք ճամպրուկներ ու գնաք։ Այդ ժամանակ գուցե արդեն կհասկանանք, թե իմ նմանները մի քանի տարի ինչ էին ասում, բայց այդ ժամանակ արդեն իրավիճակի վրա ազդած լինելու հնարավորություններ պրակտիկորեն չեն լինի։ Ասածս սա է, եկեք ընդունենք իրականությունը, մենք ծայրահեղ ծանր վիճակում ենք, մենք ծայրահեղ ծանր հիվանդ ենք, դա չի վերաբերվում միայն պետությանը, դա վերաբերում է նաև ազգին։ Եվ մենք բոլորս անկախ նրանից, թե համաձայն ենք ազգային ժողովում խայտարակություն, համարում ենք դա խայտարակություն, թե չենք համարում, մենք դրա հետևանքները կրում ենք յուրաքանչյուր օր, ամեն վայրկյան եւ առավել եւս դրանք կրելու են մեր երեխաները։ Եկեք հասկանանք, մենք այս իրավիճակի հետ համաձայն ենք, թե չէ։ Բայց եթե համաձայն չեք, այդ համաձայնությունը չպիտի արտահայտվի միայն տանը Facebook-ում ստատուս գրելով կամ ուրիշի գրածներին լայքեր դնելով։ 26 թվականին ընտրություններ են։ Այսպիսի, այսպես ասեմ, եթե ամեն ինչ շարունակվի նման կերպ, որևէ լավ բան չեմ սպասում։ Կլինի իշխանափոխություն, չլինի իշխանափոխություն, դրանից մեծ բան չի փոխվելու, որովհետև ճշմարտությունն այն է, որ 91 թվականից այս կողմ Հայաստանում իշխանություն եղած բոլոր ուժերը, նրանք բոլորը նրանց խնդիրը չի եղել Հայաստանի, այսպես ասեմ, ուժեղացումը, եւ եթե նրանք շատ ավելի շահավետ պայմաններում երկիրը հասցրել են մի իրավիճակի, որ 2018 թվականին տեղի ունեցավ Պորտկում եւ այդ Պորտկումից օգտվեցին պատեհապաշտերը եւ իրականում երկիրը եւս եկավ աղետի,
հիմա նման իրավիճակում այնպես ինչպես ներկայ իշխանությունն է նախկիններին ճակերտավոր նախկիններին, որտեղ նույնն են բոլորը մեղադրում իբր իր տապալումների մեջ, նույն ձևով եթե նույնիսկ 26 թվականին ժողովուրդը այս իշխանություններից այն աստիճանի կամ զզված լինի կամ իրավիճակը այնպես վերահսկողությունից դուրս գա, որ ճակերտավոր նախկինները կրկին իշխանություն ստանան, քվեստանան, որովե բան չի փոխվելու։ Նրանք են սկսելու։ Այսինքն դոփում ենք տեղում նախկին ներկա այդ ամեն ինչը խաղում են։ Իհարկե, ընդհանրապես դրանք խաղեր են, բայց ցավոք սրտի մենք չունենք ժամանակ անընդհատ դոփել այդ տեղում, մեր ժամանակը սպառվում է եւ իմ գնահատականներով, եթե առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում այլ ընտրանքային ռեալ քաղաքական ինքնակազմակերպման կամ ուժի հարցը չկարողանանք լուծել, կարծում եմ վերջաբանը շատ ավելի արագ, տխուր եւ ցավոտ է լինել։ Այսօրվա դրությամբ կան տարբեր եւ անձինք, այսպես ասեմ, դուք ասացիք միայն առաջնորդի հարց չէ, դա անգամ քաղաքական ուժ, չգիտեմ, քաղաքական ուժ ասեմ, անձ ասեմ, տեսնում ենք տարբեր մարդիկ ոնց որ թե ակտիվություն են անում, բայց չկա այդ ձգտումը կամ այդ հավատը իր ուժերի նկատմամբ, տեսեք, դուք էլ ասեցիք, ռեսուրսի պակաս, այդ ռեսուրսի պակասը պետք է այնքան ուժեղ մեզ հարվածի, որպեսզի մենք ելք չունենանք 26 թվականին։ Խնդիրը ռեսուրսի պակասի չէ։ Ես բացի ռեսուրսի պակասից նշեցի քաղաքականության վերաբերյալ մեր ունեցած պատկերացումները եւ մոտեցումները։ Կան շատ մարդիկ նվիրված Բացի հոգեբանական պահից, որ ինքը ստանձնում է, թե չի ստանձնում։ Որովհետեւ այո, իհարկե, որովհետեւ ցավոք սրտի մենք քաղաքական առումով, այսպես ասեմ, անպատրաստ տգետ հավաքական առումով հանրություն ենք եւ նույնիսկ մարդիկ, որոնք շատերը փորձում են որ այս կամ այն կերպ գործունեություն ծավալել, ասում եմ մեծ ցավով գալիս ես մի բանի, որ հասկանում ես, որ այդ քաղաքական գործունեություն այն ինչ որ իրենք են պատկերացնում, կենցաղային մոտեցումներից դուրս չի գալիս։ Չենք աճել։ Չենք ուզում աճել։ Չենք ուզում 21-րդ դարի մարդու խնդիրն է, եւ մանավանդ մեր հանրությունում ամենագիտության սինդրոմը։ Որովհետև մի անգամ մի հետաքրքիր բան ասացին, երբ որ մի քանի տարի առաջ քննարկման ժամանակ ես ասում էի, որ առհասարակ մեր ժողովրդի մեջ միֆ կա, թե իշխանությունը վերցնում են փողոցում մի քանի օրում։ Մարդկանց թվում է, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն այսպես հանկարծակի հայտնվեց, իշխանություն վերցրեց եւ այլն եւ այլն։ Իրենք չեն հասկանում, որ նույնիսկ եթե վերջի վերջո իշխանության վերցնելը հաստատվում է փողոցով, մինչեւ դա կատարվում է շատ մեծ տնային աշխատանք։ Այս մարդկության պատմությունը չգիտի իրապես հեղափոխության մի դեպք, մերը դնենք մի կողմ, որ իհարկե հեղափոխություն չի իր այլ պատճառներով, որ հանկարծ, չգիտեմ, առանց նախապատրաստական աշխատանքին, որում դա տասնամյակներ է տևել, ինչ որ մեկը հանկարծ հայտնվել եւ իշխանությունը վերցրել, նման բան չկա։ Ու երբ որ այդ բանավեճերի արդյունքում տարբեր քննարկումներ, որ անիմաստ է, եթե դու քեզանից որևէ կարող ուժ չես ներկայացնում, գոնե փոքր կերպոնակ կառույց չես եւ այլն, անիմաստ է առաջնորդության հայտ ներկայացնել, քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնել, պիտի նախ այդ բանը ստեղծես։ Մի անգամ ինձ ասեցին, դուք փաստորեն ցանկանում եք, որպեսզի մենք գնանք եւ գրքեր կարդանք։ Եվ քանի չկա գիտակցումը, որ քաղաքականության մեջ մտնելուց առաջ պետք է գրքեր կարդալ եւ առնվազն նախորդների փորձը ուսումնասիրել, մենք ցավոք սրտի դոփելու ենք տեղում եւ վատնելու ենք այն անգնահատելի ժամանակը, որ ունենք։ Որպեսզի այսպես հորետեսությամբ չավարտենք, այլ ես փորձեմ, իհարկե ճանապարհային քարտեզ լուծումների ձեզանից չեմ խնդրելու, բայց ձեր ներքուստ, այսպես դուք երբ որ մտածում եք, մտորում եք, ինչ հենասյուն եք տեսնում, ինչ կրողություններ եք տեսնում, որի վրա կարելի է կառուցել, չէ՞ որ ցանկացած հիվանդ մարդ, երբ որ ապաքինվում է, ունի առողջ ինչ որ հատվածներ իր օրգանիզմի մեջ, ամբողջը չի ախտահարված, ամբողջը չի ախտահարված, ճիշտ է։ Լավ, Հայաստանի ինստիտուտների տեսակետից, ինստիտուտների տեսակետից գուցե, բայց մարդկանց հոգեբանական վիճակի տեսակետից ես երևի պատասխանեմ ձեզ թեթչերի խոսքով, որովհետև այս վերջերս բավականին ուսումնասիրել եմ իր, այսպես ասեմ, փորձը, բացառիկ կիներ, եւ ինքը մի այսպիսի բան ունի, խոսք ունի, ասում է, եթե ուզում եք խոսել, գնացեք տղամարդկանց մոտ, եթե ուզում եք գործել, գնացեք կանանց մոտ։ Եվ քանի որ
պատահական չնշեցի, որ մեր հանրությունը պատրիարխալ հանրություն է, բայց կանայք այսօր առաջի դերում են ի հայտ գալիս, եւ կանայք նաեւ գիտեք մի կարեւոր կենսաբանական հանգամանք կա։ Նրանք դա միայն մարդուն չի հատուկ, դա բոլոր ամբողջ կենթանական աշխարհին է հատուկ։ Իքական սերն է պատասխանատու սերնդի համար։ Իքական սերն է մեծամասամբ կրում սերնդի շարունակականության այդ այսպես ասեմ պարտավորությունը։ Եվ ուղղակի կարող եմ ասել, որ եթե հայ կանայք ցանկություն չունեն, յուրաքանչյուր տարի կամ մի քանի տարի հետո հերթական իրենց զավակներին հերթական անգամ ուղարկել, որպեսզի նրանց ինչ որ մեկի ապիկարության, դավաճանության կամ անգործության արդյունքում մատաղանեն, ուրեմն պիտի հասկանան, որ ուզած-չուզած մեր ապագայի, մեր երեխաների ապագայի պատասխանատվությունը պիտի ստանձնեն։ Ես որևէ կերպ չեմ նսեմացնում, ել եմ ասում այն բոլոր հայ տղամարդկանց դերը, որոնք այս բոլոր տարիների ընթացքում շատեր իրենց կյանքով, շատեր իրենց առողջությամբ, իրենց ժամանակով արել են անհնարինը, որպեսզի մենք անվտանգ գլուխը դնենք բարձին, բայց պիտի ընդունենք, որ այսօր նրանք միայնակ չեն հաջողացել, այսպես ասեմ, պետություն ստեղծելու գործը չեն հաջողացել։ Ճիշտ հասկացա, մայրական բնազդն եք մատնանշում։ Ես կարծում եմ մայրական բնազդը, բայց այստեղ նաև գիտակցական մակարդակի հարց կա, որովհետև հայկական իրականության մեջ մայրական բնազդը ավելի շատ գործել է փախչելու տեսակետից։ Շատերը այսօր էլ փորձում են դա անել, ցավոք սրտի 20 թվականից հետո, որ իրենց զավակներին հեռացնելով Հայաստանից կամ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, իրենք իբրև թե իրենց զավակների անվտանգության հարցն են լուծում, բայց հիշեցնեմ, որ այս 22 թվականից մինչ օրս ռուս-ուկրաինական պատերազմում շատ ավելի հայ է զոհվել, քան մենք տվել ենք մեր Արցախի համար։ Հետևաբար, սիրելի հայ կանայք, ձեր երեխաներին հեռացնելով Հայաստանից, դուք չեք ապահովում նրանց անվտանգությունը։ Ու եթե Հայաստանում մենք հնարավորություն ունենք իրավիճակի վրա, եթե ոչ այսօր վաղը ազդելու գործելու դեպքում, օտար երկրում այդ հնարավորությունը երբեք չի լինելու։ Հայ ժողովուրդը չափից դուրս շատ զոհեր է տվել օտարների պատերազմին, եւ նրան համոզել են, որ դա իր համար է եղել, բայց չգիտեմ ինչի հայ ժողովուրդը չափազանց ժլատ է սեփական ազգային պետությունը ստեղծելու համար, չասեմ, գեղեցիկ չի հնչում, բայց մենք չափից դուրս ծանր ենք տանում մեր սեփական հողի համար կորուստները, բայց չափից դուրս թեթև ենք վերաբերվում օտարի տափաստաններում տված կորուստներին։ Երբ որ դրանք տեղերով փոխվեն, կգա մի իրավիճակ, երբ հայկինը այլևս չի վախենա իր զավակին բանակ ուղարկելուց, իր ամուսնուն բանակ ուղարկելուց եւ իր գլուխը բարձին դնելուց։ Ասածս այն է, որ այ հարցնում եք փնտրտուքներից մեկն է, բայց կանանց ակտիվությունը համենայն դեպս բերել է այն մտքին, որ գուցե հասկանանք, գուցե այստեղ գտնենք այն կարող ուժը, որը երկիր համաձայն չի ես իրավիճակի հետ ու կփորձի երկիրը հանել։ Հավաքական պատկերացնում եք երկիրը պաշտպանելու համար, հավաքական մայրություն անեն բոլոր կանայք։ Մայր Հայաստանը պատահական չի, որ հայ ժողովուրդի գլխավոր սիմվոլներից մեկը կոչել է Մայր Հայաստան։ Հետաքրքիր է, մտածելու տեղ կա, շնորհակալություն։ Շատ տեղ կա, իրականում շատ տեղ կա, ինչ որ ես ասում եմ, այս ամբողջ զրույցը, որ այդ մտքերը, որոնցով կիսվեցի, դրանք մտքեր են, որոնք ամեն օր խմորվում են եւ այդ փնտրտունքների արդյունքն են եւ դրանք վերջին ճշմարտությունը լինելու ընդհանրապես որևէ, այսպես ասեմ, հայտ չունեն, բայց դրանք ուզում եմ ասել, որ փնտրտունքների մեջ ենք եւ եթե ինչ-որ գուցե կան մարդիկ, որոնք այլ տարբերակներ կարող են առաջարկել։ Ասածս այն էր, որ մեր պատկերացրած դասական ճանապարհները չեն գործել։ Հետևաբար պետք է հասկանալ, թե ուրիշ ինչ կերպ կարող են գործել։ Շնորհակալ եմ, սիրելի Արփի։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հանրային գործիչ Արփի Թոփչյանն էր մեր զրուցակիցը։ Զրույցը վարում էր Գայան Առաքելյանը։ Բարին ձեզ։